Բարի օր իմ թանկագին հետևորդներին: Այսօր կրկին ինձ մոտ կաթնամթերք է և որոշել էի պանիր պատրաստել: 3 կիլոգրամը դրել էի, որ թել պանիր պատրաստեմ, իսկ 1 կիլոգրամն էլ պահել էի, որ պինդ հալվող պանիր ստանամ, բայց սառնարանում թե ոնց էր եղել, սկի մի օր էլ չդիմացավ, կաթը թթվել էր, կպել էր ավելի ճիշտ, մերվել էր և որոշեցի, որ դնեմ ու կիտրոնի աղով կտրեմ, տեսնեմ թե ինչ կստացվի, վերջում կքամեմ, շոր կստանամ: 1 թեյի գդալ կիտրոնի աղը լցրեցի, դրեցի գազին, հիմա պետք է եռա և տվառոգի նման, կաթնաշոռի նման առանձնանա: Արդեն սկսել է էդ ընթացքը: Եռալուց հետո քամում ենք, ահա տեսեք լցրել եմ քամիչի մեջ, թողել եմ քամվի: Այստեղ քանի դեռ տաք է, շատ նուրբ զանգված է ինքը, փափուկ ու նուրբ, բայց ժամանակ չունեի գործը շարունակելու, տեղափոխել եմ սառնարան, լավ քամվել էր և մի տեսակ փշրվող մասսա էր դառել, երևի հենց կիտրոնի աղից էր, որ օգտագործել եմ: Եղել է դեպք, երբ ես կաթնաշոռ եմ պատրաստել, պանրի մայայով եմ կտրել, դրել եմ, եռացրել եմ, ինքը փափուկ շոռ է ստացվել, այս անգամ չոր էր, ոչինչ, այստեղ էս իմ սիրուն պատրաստած համեղ կարագից մի փոքր կդնեմ էդ շոռի վրա և էլի համեղ յուղոտ շոռ կունենամ արդյունքում: Հիմա այս շոռը կդատարկեմ ամանի մեջ, կավելացնեմ մի քանի բաղադրիչ և կպատրաստեմ ամենահամեղ շոռը, որը երբեք ոչ մի տեղից չեք կարող գտնել, եթե ինքներդ չպատրաստեք: Շոռի վրա մի քիչ սովորական պանիր եմ քերելու, ինձ մոտ չանախ տեսակի պանիր է, ինչ պանիր որ ուզում է լինի, ինչ ունեք տանը դա էլ քերեք: Եվ թարխուն եմ կտրատելու: Վերցրել եմ թարխունի ծայրամասը և տերևները, ցողունը չեմ օգտագործելու: Լավ մանր կտրատում ենք, ավելացնում ենք շոռին: Եվ ինչպես շեշտեցի, որպեսզի շոռը փափուկ ստացվի, պարտադիր ավելացնելու եմ իմ պատրաստած կարագից: Մի քիչ աղ ավելացրեցի, որպեսզի համը գա տեղը, խառնում ենք և ավելացնում կարագից: Այստեղ էլի եմ ավելացնում, ուղղակի չեմ նկարել էդ ընթացքը, լավ մի տեսակ վերջում կտեսնեք թացանում է և շատ համեղ է ստացվում: Այս նույն տարբերակով ուրցով էր բայց պատրաստած, գնել էինք հենց Թամարայից, շատ համեղ էր, համարյա այդ նույն շոռն է ստացվում: Մի լավ տրորելով խառնում ենք, որպեսզի բաղադրիչները հավասարաչափ խառնվեն և արդյունքում ստանանք շատ համեղ: Ահա փորձեցի, աղի չափն էլ է նորմալ, հիմա կլցնեմ այստեղ ու կմատուցեմ: Ահա թանկագիններ ջան, ես ապացուցեցի, որ առանց 100 կգ-անոց կով ունենալու էլ կարող ենք կաթնամթերք պատրաստել տարբեր տեսակի, միայն թե պետք է հարևանդ լավը լինի և կովի կաթից հոտ ու համ չգա: Այսքանը սիրելիներս, սա էլ էսպես կմատուցեմ: Շնորհակալ եմ, որ իմ ալիքում էիք, դիտում էիք իմ տեսանյութը, կհանդիպենք հաջորդ ավելի հետաքրքիր տեսանյութում: